Այս ճանապարհին է բաժին ընկնում ուղևորաբեռնափոխադրումների հիմնական մասը, բայց կյանքի ճանապարհը մշտապես անթերի ծառայել անկարող է։ Քայքայվող ասֆալտածածկի վրա սպասարկման եւ ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելը զուտ տնտեսական հաշվարկներից ելնելով չի արդարացնում։ Գորի-Ստեփանակերտ-Մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքները սկսվել են անցյալ տարի։ Առաջիկա տարիներին պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսվում է ամբողջապես նոր տեխնոլոգիայով ասֆալտապատել կենսական նշանակության այս ճանապարհը։ Աշխատանքներն իրականացնում է Քարավան ընկերությունը։ Անցած շաբաթվանից կատարել ենք նախապատրաստական աշխատանքներ քարերի մաքրում։ Այսօրվանից էլ սկսել ենք բետոնապատման աշխատանքները, ճանապարհատվածի 22-րդ կիլոմետրից 5 կիլոմետր պետք է բետոնապատենք, 1/5 սանտիմետրով ասֆալտապատենք։ Նոր ու ժամանակակից տեխնիկան ընկերության պատասխանատուների վստահեցմամբ թույլ կտա ապահովել ճանապարհների ոչ միայն արտաքին տեսքը, այլև բարձր որակն ու երկարակեցությունը։ Նոր տեխնոլոգիան բետոնապատում է կատարում, 12 սանտիմետր խորությամբ կտրում ենք, մի քառակուսի մետրին էլ 8 կիլոգրամից 9 կիլոգրամ ցեմենտ ենք խառնում, բետոնապատում ենք, ավելի ամուր հիմք ստացվում, որը երկար ժամանակ կծառայի ճանապարհին։ 5 կիլոմետր օրական կատարում ենք 500 մետր բետոնապատում ու մի 10-ից, եթե եղանակը չխանգարի, 10-ից 12 միջին է սենց, եթե եղանակը չխանգարի։ Որպես շինանյութ օգտագործվում է հենց հին ասֆալտածածկը, որը ցեմենտի ու ջրի հետ հիմքի բետոնն է կազմում, իսկ բետոնի հիմքին փրված նոր ասֆալտե ծածկը կծառայի համեմատաբար երկար, քան սովորական խճի եւ երկշերտանոց ասֆալտածածկի պարագայում, համոզված է աշխատանքների ղեկավարը։ Դրան նաեւ գումարվում է մի շատ կարեւոր հանգամանք. եթե ավանդական եղանակով ասֆալտապատման համար 2 շերտ ասֆալտբետոնե ծածկ կատարելու համար 1 քառակուսի մետրի վրա կծախսվեր մոտ 12000 դրամ, ապա այս տարբերակով նույն մակերեսի վրա կծախսվի 8000 դրամ։ Այս տարի նախատեսվում է եւս 5 կիլոմետր ասֆալտապատել։ Սամվել Բալայան, Մերժա Մարտիրոսյան, օր։